Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք, երեկ հերթական անգամ տեսակցելով Սամվել Կարապետյանին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, իրենից ստացել եմ ուղերձը, որն ուղղված է ձեզ։ Այժմ ներկայացնեմ այն հենց հասցեատիրոջ անունից։ Հարգելի ընկերներ, հարգելի համախոհներ, ողջունում եմ մեր ձևով շարժման առաջին հաշվետու ժողովը։ Այսօր կարևոր գործ եք նախաձեռնել ու կարևոր կարգ եք ձևավորում։ Ժամանակը մեկ ամփոփել աշխատանքի արդյունքները և զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ։ Մեր ձևով շարժման սկզբնավորման պահից ի վեր մենք ձեզ հետ մեկ գլխավոր նպատակ ենք ունեցել. թույլ չտալ, որպեսզի մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ, որ լավ ապրուստ փնտրելով չլքի մեր հայրենիքը, թողնելով այն թշնամու ու դրա սպասավորների քմահաճույքին։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը ու զինակից են դարձել մեզ։ Գիտեմ նաև, որ ընդլայնման ու իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի, չենք նահանջելու, կանգ չենք առնելու ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը, անելու ենք մեր ձևով։ Սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք այս ուղերձը փոխանցել էր Սամվել Կարապետյանը, ով 110 օրից ավելի է, ինչ գտնվում է ապօրինի, ակնհայտ ապօրինի կալանքի պայմաններում։ Կարող եմ հստակ մի բան ասել, իր կամքը, վճռականությունը և այն, որ հաղթանակը անխուսափելի է, այդ համոզմունքը լրիվ տեղն է։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ նույնիսկ քաղաքական հետապնդումից չենք զարմանում։ Սա լավ բան չէ, բայց դա մեր իրականությունն է։ Գիտեք, ժամանակին հին Հռոմում մի խոսք կար, որը, եթե այսպես ձևակերպենք որպես սկզբունքի, քանի որ այն ժամանակ էլ անարդարություն լինում էր, բայց հին Հռոմն էր, 21-րդ դարը, չէր, այն ձևակերպում էր հետևյալ կերպ. թող արդարությունը իրականացվի, թեկուզ երկինքը փուլ գա։ Արդյոք Հայաստանում մենք տեսնում ենք այդ կամքը ու վճռականությունը ունեցող տեսակների։ Արդյոք իրավապահ համակարգում տեսնում ենք այդ տեսակը։ Ավելի շատ ամեն օր վերհիշում ենք մի հայտնի առակ անիրավ դատավորի մասին, որի խոսքերը հետևյալն էին, որն է այդ անիրավ դատավորը։ Դա դատավորն է, որը չի վախենում Աստծուց և չի ամաչում մարդկանցից։ Այս ժամանակահատվածում
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է հենց նման տեսակ դատավորների կողմից, ամոթ նման դատավորների, անիրավ դատավորի կերպարների։ Բայց մի բան հստակ է, ժողովուրդ ջան, արդարությունը միշտ էլ գերակայում է, արդարությունը միշտ էլ հաղթելու է, եւ մենք հաղթելու ենք միասին, այո։ Շնորհակալություն։ Սիրելի քույրեր,